Ապրիլի 23-ին Էջմիածին քաղաքում դաժանաբար ծեծի արդյունքում մահացավ 22-ամյա Պարքև Հակոբյանը։ Վերջինիս մահվան դեպքով կալանավորվել է Գոռ Առաքելյանը, իսկ ահա եղբայրները հետախուզման մեջ են։ Հարմուր լրատվականի հետ զրույցում սպանված երիտասարդի մայրը Այդա Գրիգորյանը հայտնել էր, որ միջադեպի պատճառը եղել էր այն, որ որդու մեքենայի անձրևաջուրը լցվել էր Էջմիածնում հայտնի Գոջու որդիների մեքենայի վրա ու եկել էին իր տղայի հետ հաշիվ մաքրելու։ Այդա Գրիգորյանի խոսքով իր որդին 13 օր եղել էր կոմայի մեջ ու իրավապահները 13 օր մատը-մատին չէին տվել մեղավորներին պատասխանատվության կանչելու համար, ու երբ որդին 13 օր անց մահացավ հիվանդանոցում, նոր սկսեցին քայլեր իրականացնել։ Երբ քննիչները կանչում են եղբայրներիս, հստակ իմանալով ովքեր են, անուններ են տալիս։ Եղբայրներիս ասում են ուզում եք լկտիաբար, ուզում եք ասենք ովքեր են, Գոջու տղեկն են, ինչ կանեք, ոնց, այսինքն դրդում էին մարդասպանության, ես չգիտեմ անուններ անկեղծ ասած, բայց դժվար չի հստակ ճշտել ովքեր են եղել։ Արդյունքում սպանված տղայի մայրը պահանջում էր, որպեսզի գործը Էջմիածնի քննչականից տեղափոխվի Հայաստանի քննության գլխավոր վարչություն։ Եվ ահա, Արմուր լրատվականին հայտնի դարձավ, որ մեր հրապարակումից հետո այս աղմկահարույց քրեական գործը, որի հետևանքով 22-ամյա երիտասարդ էր մահացել, Էջմիածնի քննչական բաժնից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն։